Ոնց որ sense լավ է լինելու մի հատ ստուգենք ձայնը, եթե լավ է ձայնը, սկսենք ուրեմն բոլորիդ բարի առավոտ, բարի օր։ Ուրախ եմ, որ այսօր առավոտն եմ դուրս գալիս եթեր, քանի որ ահագին գործեր կհասցնեմ անեմ օրվա ընթացքում, քանի որ երեկվա նյութը շատ ուժեղ տարածվեց, խոսքը գնում է քյոխի մասին, Կարեն Ջալավյանի մասին։ Մենակ իմ անգլերեն եւ ռուսերեն էջերից եւ խմբերից 4 տեղից ունենք 1000 ռեպոստ, 1000 ռեպոստ 13 ժամում 4 էջից եւ խմբից 1000 ռեպոստ։ Դա շատ լավ արդյունք է եւ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր վստահում են մեր ինֆորմացիային, մեր հարցերին, բայց ուզում եմ սկզբից նշել, որ այդ նյութը մարդիկ դա գրում են, որ այս մեղադրանքները շատ լուրջ է, այդ նյութը մեղադրանք չէ, այդ նյութը հարցերից է կազմված, եթե դուք այդ նյութը բացեք, դուք շատ ուշադիր եթե նայեք, կտեսնեք, որ դա հարցեր է, որը մենք իրավունք ունենք տանք, ոնց են առավոտից երեկոյան սա Հայաստանի մասշտաբով լրագրողները հարցեր տալիս նախարարներին, падգամավորներին, հա, նաև բնակիչներին, նույն ձևի սա նույն ոճն է, այսինքն դուք էլ իրավունք ունեք ձեր էջից հարցեր տակ, 5 հատ հարց, 10 հատ հարց, 15 հարց, ձեր հարցերին դուք կարաք պատասխան ստանաք եւ կարաք չստանաք, ոնց դուք իրավունք ունեք հարց տակ, նույն ձևի իրավունք ունեն պատասխանը չտան։ Եթե մենք խոսում ենք իմ նյութիս մասին, ես ուզում եմ նշել, որ ես հարցեր եմ գրել, բայց ասեմ, որ ինձ պատասխանները պետք չի, այսինքն քյոխի պատասխանները ինձ պետք չի։ Ես իրավունք ունեմ հարցեր տամ, տպեմ այդ հարցերը, բայց նորից եմ նշում, ուզում եմ ընդգծել, որ ինձ պետք չի իրա պատասխանները, քանի որ եթե ես ինչ որ հարցեր եմ տալիս, ինձ արդեն ունեմ այդ հարցերի պատասխանը, ուղղակի ես ինչի համար եմ այդ հարցերը տպում եւ գցում իմ էջս, որպեսզի իմ հետևորդներս նույն այդ հարցերը սկսեն հա տալ այդ մարդուն կամ էլ իրանց գլխի մեջ այդ հարցերը, այսպես ասած, ծնվի։ Տեսեք, ահագին ժամանակ 35 տարի մենք ասում ենք, որ այդ մարդը լեգենդար է։ Ուզում եմ սկզբից նշել, որ մարդիկ ովքեր ասում են Ռոման ջան, իսկ ինչի եք հիմա սկսել քննադատել, ոչ, ես արդեն մի տարի քննադատում եմ քյոխին, 1 տարի, եւ իմ բոլոր հետևորդներս գիտեն, որ ես 1 տարի ուղիղ գրում եմ, որ այս մարդը այն մարդ չի, ում դուք պետքա գովակ կամ էլ այն մարդ չի, ով արժանի է, որ մենք իրան ասենք լեգենդար։ Բայց այստեղ հարց է կայանում, երբ հայը եւ հայուհին, կապ չունի որտեղ են ապրում, Ռուսաստանում, Հայաստանում կամ Սփյուռքում, երբ դուք եւ մենք ասում ենք, այս հրամանատարը լեգենդար է, այստեղ պետք է հարց մենք տանք։ Ինչ իմաստ ունի այդ բառը, այսինքն երբ մենք մարդուն ասում ենք լեգենդարը պետքա մենք հասկանանք, չէ, որ այդ բառը հասարակ բառ չէ։ Երբ մենք ասում ենք լեգենդար, այդ բառի մեջ իմաստ կա, չէ։ Եվ այո, իմ նյութս, որը նորից եմ կրկնում 12 ժամում արդեն հավաքել է 1000-ից շատ ռեպոստ եւ հազարներով կոմենտներ, հա, հազարներով, դուք չեք պատկերացնում ինչքան կոմենտներ են թողնում, շնորհակալ եմ բարի կոմենտների համար։ Դուք գիտեք, որ ահագին արցախցիներ եւ քյոխի բարեկամները եւ քյոխի աջակիցները, հանցագործները, իրանք կեղծ էջերից սկսում են գրել իմ հանդեպ իմ դեմ, դա նորմալ է, ես դրա նորմալ եմ վերաբերվում, եթե իմ նյութերս 12 ժամում 1000 ռեպոստ է հավաքում եւ մեծ արձագանք ունի, հասկանալի է, չէ, որ իր բարեկամները եւ ընդհանրապես Ղարաբաղի կլանի ներկայացուցիչները իրանց հետևը մռմռում է եւ իրանք ինչ որ մի բաներ պետքա գրեն։ Իմիջիալոց ասեմ, որ ղարաբաղցիները ասենց նոր մոդա են մտցրել իրանց էջերում, իրանք սարքում են ադրբեջանական էջ, ղարաբաղցիները, Ադրբեջանի անունից գրում են շնորհակալ ենք Ռոման, որպեսզի հայերը ասեն, տես Ռոմանին ադրբեջանցիները շնորհակալություն են հայտնում։ Այսինքն ղարաբաղցիները որոշել են, որ որպեսզի Ռոման Բաղդասարյանի դեմ մարդկանց հանեն, ադրբեջանցիների անունից են խոսում, որպեսզի մարդիկ համացանցում ասեն, ադրբեջանցիները սիրում են Ռոմանին, ինքը օգնում է Ալիևին։ Ուզում եմ հայտնեմ ղարաբաղցիներին sense մի հատ փաստ, մենք դրա մասին իմանում ենք, դուք ինչով եք զբաղված, որ ադրբեջանական էջեր եք բացում, նույն ձևի դուք էջեր եք բացում հայաստանցիների անունից եւ քննադատում եք, որ իբր դուք աբովյանցի եք, ռազդանցի եք, մարդկանց որպեսզի ստել։ Այստեղ ուզում եմ ավելացնել, որ ահագին վիդեոներ ենք մենք ստանում այն մարդկանցից, ովքեր տաքսի են նստում եւ չկա կասկած, որ մի խումբ ղարաբաղցի տաքսիստներ ինադու առավոտից երեկոյան քննադատում են կառավարությունը եւ մարդկանց ականջին նստած ցեխ են շպրտում վարչապետի վրա։ Այդ վիդեոները մեզ ունենք, մենք հավաքում ենք այդ վիդեոն, անուններով, դեմքերով ճանաչում ենք ովքեր են այդ տաքսիստները, ովքեր մեծ աշխատանք են տանում։ Չկա կասկած, որ Ղարաբաղի կլանի ներկայացուցիչները փող են տալիս այդ տաքսիստերին, որպեսզի իրանք պասաժիրների հետ աշխատեն։ Այնպես որ այս կեղտոտ քայլերի չի օգնելու այն մարդկանց, ովքեր իմանում են, թե կարանք, չգիտեմ, էլի ինչ որ մեկին
վարկաբեկեն կամ էլ չգիտեմ ստիպեն լրելը անհնարին է ու չի լինելու ոչ մի լրություն դա եկեք մենք ֆիքսենք որպեսզի մեր հետևորդներն էլ արխային լինեն հիմա տեսեք քյոխի մասին այդ նյութը որը ասում եմ ահագին ռեպոստները հավաքել այստեղ հարցեր է եւ այդ հարցերը այսպես ասած մարդիկ հասկացան որ այդ հարցերը ես տալիս եմ բայց կուզենայի մի քիչ շատ կարճ բայց կոնկրետ անցնեք այդ հարցերով որպեսզի դուք հասկանաք ինչի մասին է նյութը Առաջի հարցը, ինչի դուք որպես լեգենդար հրամանատար չեք գրել գոնե մի հատ գիրք։ Սա շատ կարևոր հարց է, քանի որ բոլոր հայերը, ովքեր 35 տարի փողեր են ուղարկել Սփյուռքից Արցախի բանակի համար, բոլոր հայաստանցիները, ովքեր նալոգ են մուծել լսելով հերոստատեսությունով, որ մենք ունենք ուժեղ Ղարաբաղյան բանակ եւ ուժեղ լեգենդար հրամանատարներ, մենք պետք է հասկանանք, ոնց է ստացվում, որ 35 տարում, այսպես ասած, լեգենդար հրամանատար Քյոխը մի հատ գիրք չի գրել, որբեզի այն տղաները, ովքեր այսօր ուզում են սպա դառնան, այն տղաները, ովքեր կրթվում են եւ սպա են ուզում դառնան, ոնց է ստացվում, որ ոչ մի հայ տղա եւ կամ էլ հայ աղջիկ, ունեք նաեւ աղջիկներ, ովքեր բանակ են գնում, ոնց է ստացվում, որ այդ լեգենդար հրամանատարը, եթե ինքը իրոք մощն հրամանատարը, բայց ինչի՞ չես մի հատ գիրք գրել, ոնց է եղել առաջի Ղարաբաղի պատերազմը, դու որպես լեգենդար հրամանատար, այդ որ դու քո մասին հեքիաթներ ես տարածում, որ դու լեգենդար տղա ես Բախը չես մի հատ գիրք գրել, որպեսզի այդ գիրքը մնա հայաստանցիների համար, ովքեր ուզում են սպա դառնան, ովքեր ուզում են պաշտպանել իրենց հայրենիքը, որպեսզի մարդիկ աչքը կողեք, ասեք, սա այնքան լեգենդար է, սա այնքան ուժեղ հրամանատար է, որպեսզի ինչ գիրք է թողել մեզ համար, որ առաջի էջից մինչև վերջի էջը այնքան հետաքրքիր է, այնքան օգտակար է այս գիրքը, որ ուզում եք թե ուտենք այդ գիրքը։ Չկա տենց բան, այսինքն այս մարդը տեսնելով ինչքան մենք մարդ ենք կորցրել առաջի պատերազմի ժամանակ, ինքը ոչ մի գիրք չի գրել մեզ համար, որ ասենք հա իրոք այս մարդը պրոֆեսիոնալ է, հա, սա շատ կարևոր է եւ սա հենց նենց չէ այդ կետը որ գրել եմ, հա, սա խոսում է դրա մասին, որ ոչ թե մենակ Քյոխը եւ Սամվել Բաբայանը եւ կներեք Վիտալի Բալասանյանը ոչ մեկ մի հատ գիրք չեն գրել, այսինքն սրանք մենակ կարում են բամբասեն հերոստալիքներով եւ խառնվեն, հա, քաղաքականության Երկրորդ հարցը, որը նյութի մեջ գրած է, դա էլ է հարց, ոնց է ստացվում, որ դուք, հա, մի հատ ադրբեջանական սպա կամ էլ զինվոր գերի չեք վերցել 44 օրվա պատերազմի ժամանակ։ Մենք ձեզ հետ գիտենք, որ Ադրբեջանը հարձակվել է նաև Մարտակերտի շրջանում եւ այդ Տոնաշենի տարածքը եւ այդ Մադաղիսի տարածքը, ինչ բոյեր է եղել, ինչ մարտեր է եղել։ Մենք հասկանանք 200-300 հոգի սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 2-ը 2020 թվականին մենք զինվոր ենք կորցրել ձեր պատճառով։ Եվ կներեք, ոնց է ստացվել, որ դուք Մարտակերտի շրջանում թե Տոնաշենի տարածքում, թե Մադաղիսի, թե ընդհանրապես Ղարաբաղի տարածքով։ Ոնց է դարել, որ Քյոխը որպես լեգենդար ուժեղ հրամանատար մի հատ ադրբեջանցի գերի չի վերցրել։ Բա դու լեգենդար հրամանատար ես։ Դու պետքա չէ նենց բոյեր տանես, նենց ոնց ասեմ, էլի ցույց տաս բարձր մակարդակ։ Բռնես 5-10 հատ սպա ադրբեջանցի սպեցնազից։ Ու ասես տեսեք հայեր ջան, ես ինչքան լեգենդար հրամանատար եմ, որ գերի եմ վերցրել։ Հարգելի հետևորդներ, դուք ինձ հետ համաձայն չեք։ Ոնց է ստացվում, բա 35 տարի սա Հայաստանը, Սարսկփյուրքը Քյոխի նման լեգենդար ճակետներում հրամանատարի համար փող ենք ուղարկել, զենք ենք առնել, որպեսզի մենք չտեսնենք գոնե մի հատ ադրբեջանցի ում իրան գերի են վերցրել, բա դու ինչ լեգենդար հրամանատար ես, բա դու ինչ ես, դու ինչ կարաս սովորացնես զինվորին, եթե դու ընդունակ չես գոնե քո թշնամուտ գերի վերցնես, որ փոխես այն հայ տղաների հետ, ում բռնել է Ադրբեջանը։ Եվ սա շատ կարևոր հարց է, թող Քյոխը պատասխանի, ոնց է ստացվում, որ իր ուժը չի պատում մի հոգի գոնե գերի վերցնի։ Մեր թշնամուց, ով հարձակվել է Ղարաբաղի վրա, 44 օրում դու չես կարողացել քո հայրենի, քո Մարտակերտի շրջանը, որը դու 5 մատի նման ճանաչում ես, չես կարողացել Մադաղիսում գերի վերցնես, օրինակ, հա։ Դուրս գաս քո պոստերից գնաս օգնես մեր զինվորներին, գերի վերցնես, չես կարողացել, ինչ ես արել 44 օրում։ Շարունակենք հաջորդ հարցը, որը ես գրել եմ յութի մեջ Ոնց է դարել, որ Քյոխանունով լեգենդար հրամանատարը իր զորքերով գոնե մի հատ գյուղ չի կարողացել հետ վերցնել։ Ոնց է ստացվել, որ ոչ մի Ղարաբաղի հրամանատար չի կարողացել 44 օրվա պատերազմի ժամանակ գոնե մի հատ գյուղ հետ վերցնի ադրբեջանցիներից։ Գոնե մի օրով, շատ չեմ, գոնե մի ժամով։ Դուք ձեր գյուղերի 5 մատի նման ճանաչում եք Ղարաբաղում։ Ոնց է ստացվել, ոչ Հադրութում, ոչ Ասկերանում դուք չեք կարողացել մի հատ գյուղ հետ վերցնեք։ Եթե դուք լեգենդար հրամանատար եք, ինձ թվում է լեգենդար հրամանատարը պետքա այնքան պրոֆեսիոնալ լինի, որ իմանա իր տարածքում ոնց կարա ադրբեջանցին քեզ վրա հարձակվել է, ինքը չի ճանաչում քո գյուղը։ Բայց դուք ճանաչում ես, չէ՞։ Ոնց է ստացվում, որ դու չես կարողացել գոնե մի գյուղ հետ վերցնես։ Դա խոսում է դրա մասին, որ այդ մարդը լեգենդար չի եւ իր հրամանատարները լեգենդար չեն եւ շատ
ցածր մակարդակի վրա է, իրանց, այսպես ասած, военное их дело на низком уровне։ Շարունակենք։ Դուք երթվել եք, պարոն Ջալավյան, քյոխ, դուք երթվել եք, լուրեր եք տարածել, որ դուք բլոկադայի ժամանակ ձեր պոստերից կյանքում դուրս չեք գալու։ Ու Հայաստանով մարդկանց խաբել են, որ քյոխ խունեք տաղա լեգենդար, քյոխը ասել է ինչ ուզում են պայմանավորվեն, ես պոստերից դուրս չեմ գալու։ Այսինքն որպեսզի ցեղ շպրտեն Հայաստանի Հանրապետության կառավարության վրա, այս սուտասան Ղարաբաղի գեներալները ստեր են տարածել, որ քյոխը տանձով տղա է եւ պոստերից դուրս չգալու։ Եւ ամեն հայուհի տեսան, որ քյոխը սուտասան է, եւ մարդիկ ասում են, բա քյոխը ո՞նց է դուրս եկել Լաչինով։ Բա քյոխը ինչ գործ ունի Գորիսում։ Բա դու երթվել ես, որ դու պոստերից դուրս չես գալիս։ Այսինքն Ռոման Բաղդասարյանը ճիշտ է, չէ, որ քյոխը սուտասան է։ Փաստորեն ես ճիշտ եմ, էլի, որ դու սուտասան ես, քյոխ։ Ինչի ես դու դուրս եկել։ Եթե դու Ղարաբաղը սիրող տղա ես, եթե դու մեռնում ես Ղարաբաղի համար, եթե դու չես կարող առանց Ղարաբաղը ապրես, դու ո՞նց ես դուրս եկել պոստերը թողել։ Եվ ամեն հայուհի պետք է հարց տա, պարոն քյոխ, ո՞նց եք էլի դուք ստում, բա դուք լեգենդար հրամանատար եք, բա մենք տարածում ենք այդ ինֆոն, չէ։ Հիմա այս հայերին ինչ ասենք, ասենք լեգենդան ո՞նց կարող է вообще ստի այդ ձևի, այդ աստիճանի սուտ տարածի։ Հաջորդը 23 ժամանոց պատերազմի ժամանակ ահագին զինվոր ազողվել ձեր պոստերում քյոխ։ Եվ մենք բոլորս տեսել ենք այդ վիդեոն, որտեղ Ղարաբաղցի զոհված զինվորի հայրը ինֆոյա տալիս, որ քյոխը թողել է սաղ տղաներին պոստերում ու փախել։ Երբ ծնողները գտել են քյոխին եւ ասել են, «Էս մեր տղան զոհվել է, ինչի՞ չես հանում պոստերից, ինչի՞ ես թողել պոստերում»։ Քյոխը ասել է հաջորդ բառերը. «Ինձ այդ ձևի հարցեր մի տվեք»։ Չեք պատկերացնում գրուբի տանելով, ինչքան կոպիտ։ Այսինքն մարդիկ փորձել են իրանց երեխոցը, Ղարաբաղցիները են, իսկ դրանք Հայաստանից չեն։ Հայաստանցիները հասկացանք, որ դուք միշտ օգտագործել եք ստրուկի նման ու ատել եք։ Բայց սա Ղարաբաղի տղերքն են։ Քո Ղարաբաղի տղերքը զոհվել են, դու ծնողին ասում ես, ինձ այդ ձևի հարցեր մի տուր, սենց գրուբի տանելով, արհամարելով, բա դու չես ամանչում Կարեն Ջալավյան։ Դա ասում է զոհվածի հայրը, դա օթից չեք մենք այդ ինֆոն վերցրել։ Եկեք մենք հատ հասկանանք։ Ոնց է ստացվում, որ դու տենց բարեր ես ասել։ Դա ոնց է ստացվում, ուղղակի մի հատ հասկանանք։ Գուցե ես ինչ որ մի բան չեմ հասկանում։ Գուցե այս մարդը ինչ է ասում, մի հատ լսենք։ Գումարտակի հրամանատարի հետ եմ խոսում։ Գումարտակի շեն բրիգադի հրամանատարի հետ եմ խոսացել։ Անչի 24-ի առավոտը։ Ասե դու տեղյակ ես, քանի տղա ունես դեռ դիրքերում մնացած։ Ինքը ինչ պատասխանի, ասում են դուք չի աշխատում, ինձ այդպիսի բան մի ասա։ Եվ այդ մարդը այսօր որպես հերոս որոշ լրատվամիջոցներ, որոշ ֆեյքի անենց են գովաբանում, այդ իրախոսն է, այդ քյոխը։ Ես ասում եմ նա ինչ երել է, անցի 24-ին, հետո խապեցինքը մեզ։ Խապես դե մենք գիտենք, որ ինքը սուտասանա, ավել պետք չի մեզ ոչ մի բան լսել։ Այս ասում են Ղարաբաղի զոհված տղաների ծնողները։ Այսինքն 2-3 օր այդ զոհված տղերքը պարկած մնացել են այդ պոստերի մոտ, ադրբեջանցին խնդրում էր, որ ղարաբաղցիները գան վերցնեն իրանց զոհված տղաներին։ Մատին չէին խփում, որ զոհված տղաներին հանեն, իրանք իրանց երեխոցը։ Եվ այս մարդը ոնց է ստացել իր տղու դիակը։ Ադրբեջանցին հավաքել է այդ զոհված տղաներին, քանի որ ղարաբաղցիները ասում են մեզ դա պետք չի։ Ադրբեջանցին հավաքել է տվել ռուսին, ռուսը տվել է այդ զոհված ծնողներին այդ տղերքին։ Եվ քյոխը իմանալով, որ իր Ղարաբաղի երեխոցը գայլերը ուտում են գիշերը, քյոխը իմանալով, որ այն երեխեքը, ով ծառայել են պոստերում, զոհվել են, իրանց այդ կենթանիները ուտում են այդ ձիակները, այդ զոհված տղաներին, ինքը սիրուն մայկա հագած կարմիր մայկա, փախել է ու Գորիսում եք մենք իրան տեսել։ Բա դու ո՞նց ես շորեր հագնում, բարելով փախնում Ղարաբաղից իմանալով, որ քո այդ տղերքին գայլերը եւ կենթանիները ուտում են։ Բա դու լեգենդար հրամանատար ես, բա լեգենդար հրամանատարը տենց է վերաբերվում, բա լեգենդար հրամանատարը չի մտածում, որ իր զինվորները իր երեխեքն են։ Բա լեգենդար հրամանատարը չի ասում, որ իր զոհված տղերքը իր հավալ տղերքի նման են։ Դու ո՞նց ես թողնում այդ երեխոցը գայլերը ուտեն, դու փախնում ես այնտեղից։ Շակալները այդ, չգիտեմ, ինչքան կենթանի կա, ոնց ես դու տենց բան անում։ Ու ճիշտ են անում Ղարաբաղի ծնողները, որ անիծում են քյոխին։ Շնորհակալ եմ Ղարաբաղի ծնողներին, որ այդ ինֆորմացիան դուք տարածում եք եւ տեսեք այս մարդը ինչքան հզոր է, որ չի վախենում քյոխից դուրս է եկել իրան խայտարակ արել։ Շնորհակալ եմ իրան։ Շնորհակալ։ Շարունակենք։
Պարոն Ջալավյան, ես իմ նյութի մեջ հարց եմ տալիս, որ արդեն 1000 ռեպոստ է հավաքել, սա Հայաստանը հայ ազգը կարդում է։ Ձեր տարածքում, Տոնաշենի տարածքում պիլորամա է եղել։ Եվ բոլորը այնտեղ ձեզնից վախենում են։ Ես ուղղակի հարց եմ տալիս։ Այդ պիլորաման, որ փետ էր կոտորում, եւ այդ փետը վաճառում են 18000 դրամով նույն այդ զինվորական մասին, այսինքն բանակից փող են վերցնում։ Մենք հարց տանք, բոլորս հետաքրքիր է, պրոստը հարց ենք տալիս, իրավունք ունեք։ Այդ պիլորաման հնարավոր է, որ առանց ձեր հսկողության տակ պիլորամա լիներ դեղ։ Հնարավոր է, որ դուք որպես հրամանատար եք եղել եւ դուք չեք կուրսի եղել, որ ձեր զինվորները պոստերից իջացնում են եւ առավոտից երեկոյան ստրուկի նման օգտագործում, որպեսզի այդ պիլորամայում աշխատեն եւ այդ փետը 18000-ով վաճառեն բանակին։ Ուղղակի մեզ հետաքրքիր է, ով կարա տենց բան ռիսկ անի, քյոխին տեղյակ չի պահի եւ ահագին զինվոր։ Ես ուզում եմ հիշեցնեմ քյոխին եւ Կարեն Ջալավյանին եւ որ այդ զինվորներին ստրուկի նման օգտագործում էր մի հատ տղա, չգիտեմ դուք իրան ճանաչում եք թե չէ, Նվերիկը, եւ Նվերիկը ահագին բաներ է պատմում, դա թող մնա մեր մոտ, հա, այդ ինֆոն։ Մի հատ հասկանանք Նվերիկը ով է, դուք կուրսախ եք թե չէ, պարոն Ջալավյան, եւ դուք ոնց եք գտնում ընդհանրապես էսել է հարց, լեգենդար հրամանատարը իրավունք ունի զինվորներին պոստից իջացնի, էշի պես օգտագործի եւ 18000 դրամով վաճառի բանակին փետը։ Ուղղակի սա հարց է։ Ես գիտեմ որ դուք սուրբ եք, պրոստը հարց է, էլի տալիս եք, մի հատ հասկանաք, դուք ինչ կարծիքի եք вообще։ Եթե դուք լեգենդար մощный հրամանատար եք, ձեր զինվորներին ով է իջացրել օգտագործել ստրուկի նման։ Մի հատ հասկանանք, էլի, քանի որ ժողովուրդը ստեր են տարածում, որ դուք լեգենդար հրամանատար եք, եւ մի հատ հասկանաք ով է 18000-ով վաճառել բանակին փետը եւ փող գողացել բանակից։ Շարունակենք, դուք երևի տեղյակ եք, որ ձեր ֆինանսիստ Հասմիկը շատ ուժեղ անձնավորություն է եղել, խիտրե, որպես ֆինանսիստ, որպես բուղղալտեր, դե մենք գիտենք բուղղալտերները ինչ ձևի գործողություններ կարան անեն բանակում, պարոն Ջալավյան։ Մի հատ հարց տամ, էլի պարոն Ջալավյան, այն մարդիկ, ովքեր պրապորշիկ են եղել թղթերով, բայց չեն եղել իրականությունում, այդ պրապորշիկների փողը ով է ստացել։ Հասմիկի մոտ եղել է այդ ձևի բան, սա հարց է։ Այսինքն Հասմիկի մոտ 14 հոգի եղել է, կեղծ մարդիկ գրած, բայց այդ մարդիկ չեն եղել իրականությունում։ Եղել է դա թե չի եղել։ Եթե դա իրոք եղել է, պարոն Ջալավյան, ամեն ամիս երբ բանակից փող ենք մենք գողանում, այդ պրապորշիկի վրա որը չկա իրականությունում։ Դուք ո՞նց եք գտնում, սա այլանդակություն է, սա հանցագործություն է, թե մենակ սուրբ մարդիկ կարան տենց բան անեն, թալանեն Հայաստանի փողը, որը տալիս են բանակի վրա եւ այդ բանակից գրում են այն մարդկանց վրա, որը չկան։ Ուղղակի մենք հասկանանք, էլի դուք որպես լեգենդար հրամանատար ինչ կարծիքի եք, քննադատում եք այդ գործողությունը, թե դուք գտնում եք, որ դա նորմալ է եւ դա, այսպես ասած, ռուսի ասած, само собой разумеющийся процесс։ Մի հատ եթե կարելի է, ուղղակի մենք հարց տանք եւ թող մեր հետևորդներն էլ մտածեն ինչի ինչոց է։ Դալշա, պարոն Ջալավյան, դուք գիտեք, որ 44 օրվա պատերազմի ժամանակ Ռուսաստանից ահագին տեփլովիզոր են ուղարկել եւ դուք տեղյակ եք, պարոն Ջալավյան, որ 2023 թվականին Արցախի ԱԱՑ-ն բռնել է նույն Վիտալի Բալասանյանին խոշոր տեփլովիզոր բռնել է իր մոտ, այսինքն Վիտալի Բալասանյանը այդ տեփլովիզորը, որը թանկ ու կրակ առել է Ռուսաստանի հայերը, ինքը գողացել է, որպեսզի ծախի ուրիշ տեղ։ Նաև Տոնաշենի վրա մոտ 15 հատ տիպլավիզոր են ուղարկել Իրկուտսկի հայերը։ Մի հատ հասկանանք, այս Իրկուտսկի հայերը ինչ են արել էլի այդ դրա հետ մի վարքյան։ Մի հատ հասկանանք, մի քիչ խանգարեցի, մի հատ հասկանանք ինչ են արել էլի, ինչ են արել այդ տիպլովիզորների հետ։ Շարունակենք, տիպլավիզորը հիշեցնեմ մեր հետևորդներին, 1 միլիոն է եղել 2020 թվականին, եղել է 400,000-անոց տիպլավիզոր, եղել է 1 միլիոն, շատ թանկ բաներ է դա, եթե նրանք ովքեր չեն իմանում ինչ է տիպլավիզորը, երբ զինվորը գիշերը չի տենում ինչ է կատարում, այդ տիպլավիզորը իրան թույլ է տալիս դաժե կենթանին նայի ոնց է տեղափոխվում։ Շարունակենք։ Ինչ դուք պիրի պատգատովկա եք անցել, Կարեն Ջալավյան, ես ուզում եմ հասկանամ, դուք 35 տարում թռել եք Եվրոպա, դուք թռել եք ուրիշ երկրներ, որպեսզի սովորեք, ավելի ուժեղ լինեք որպես հրամանատար, քանի որ Հայաստանի տարածքում ստեր են տարածում, որ դուք լեգենդար հրամանատար եք, մենք ուզում ենք բացատրենք մարդկանց, որ լեգենդար հրամանատարը, որպեսզի ինքը լինի ուժեղ, ինքը միշտ գրքեր է կարդում, թռնում է ՆԱՏՕ, թռնում է Ռուսաստան, թռնում է Բելարուսիա, այսինքն մասնակցում է, հա, Ների մեջ։ Պարոն Ջալավյան, ոնց է ստացվում, որ դուք 35 տարում ոչ մի պերեպադգատովկա չեք անցել։ Եվ դուք չեք գտնում, որ իսկական մощный հրամանատարը պետք է անցնի պերեպադգատովկա։ Եկեք հասկանանք,
Այս ինչ լեգենդար հրամանատարներ են, որ ոչ մի պատգատովկա չունեն։ Սա շատ կարևոր հարց է եւ խնդրում եմ, որ մեր հետևորդները այդ հարցը անպայման իրանք էլ մտածեն այդ հարցի մասին։ Ոնց է ստացվում, որ քյոխը ոչ մի պերի պատգատովկա 35 տարում չի անցել։ Շարունակեք հաջորդ հարցը, պարոն Ջալավյան, Կարեն Ջալավյան, դուք ոնց եք գտնում իրավունք ունեք դուք ծեծեք զինվորներին։ Պարոն Ջալավյան, ուստավում գրած է, որ լեգենդար հրամանատարների իրավունք ունեն ծեծեն զինվորներին։ Ուզում եմ հասկանամ, այսինքն հայ բանակը եւ Արցախի բանակը ինքը ուստավով է ապրում, թե լեգենդար հրամանատարը օրինական է, չէ՞, ինքը լեգենդա։ Դուք ոնց եք գտնում ծեծելով մարդու միջև մարդ ուզում են սպանեն, դա նորմալ է։ Այդ հարցը շատ կարևոր է, իրավունք ունեք դուք զինվոր ծեծեք, թե չէ։ Շարունակենք։ Իրավունք ունի ընդհանրապես հրամանատարը, սա էլ է հարց, իրավունք ունեմ հարց վրա։ Իրավունք ունի հրամանատարը Հայաստանի զինվորին օդպուսկ բաց թողնի փողով, այսինքն կաշառքի համաձայն, կաշառք վերցնի։ Պարոն Ջալավյան, իրավունք կա տենց Տոնաշենում կամ Մադաղիսում կամ Մարտակերտի շրջանում զինվորին բաց թողնեն մենակ այն համաձայնությամբ, որ ինքը փող պետք է տա օդպուսկի համար։ Ուղղակի սա հարց է։ Դուք ոնց եք գտնում, սա նորմալ երևույթ է, թե ոչ, քանի որ մարդիկ ասում են լեգենդար հրամանատարներ ունեք, մի հատ հասկանանք էլի։ Նաև Գյումրիի երեխեք է, որ օդպուսկ գալիս են մենակ փողի համաձայն։ Դուք հիմա Գյումրիում ընտրություններին եք, չէ՞, մասնակցում։ Մի հատ ես ուզում եմ գյումրեցիները հարց տան Կարեն Ջալավյանին։ Գյումրիի երեխոցը ով է ծեծել, ով է թողել առանց սնունդ Տոնաշենում, ով է իրանցից փող վերցրել օդպուսկի համար։ Հաջորդ հարց տակ։ Պարոն Ջալավյան, Տոնաշենի տարածքում, ձեր տարածքում մեղր են պահում մոտ 60 հատ յեչեյկա։ Դուք տեղյակ եք ով է այդ մեղրը հրամանտվել զինվորներին հանեն պոստերից, որ այդ մեղրը որպեսզի պահեն։ Կա տենց ինֆորմացիա։ Դուք տեղյակ չեք։ Դուք եք չէ լեգենդար հրամանատարը, ով կարա ձեր մոտ թույլ տա իրան զինվորներին հանի պոստերից մեղր պահեն։ Պարոն Ջալավյան, հաջորդ հարցը, որը ես տվել եմ։ Ձեր պոստերում ահագին զենքեր են գողացել իբր զինվորներից ադրբեջանցիները։ Դուք որպես լեգենդար հրամանատար մի անգամ չեք ասել, որ այդ զենք գողանալը շատ այլանդակ վիճակ է։ Դուք որպես լեգենդար հրամանատար տեղյակ եք ով այդ զենքը գողացել եւ վաճառել ուրիշ երկրներ։ Մեծ փողեր են էլի դրա վրա աշխատել։ Ես ճիշտ եմ հասկանում, որ դուք որպես հրամանատար տեղյակ չեք ինչա կատարում ձեր պոստերում եւ թույլ եք տալիս համարյա ամեն ամիս գրանատամյոտ գողանան, ավտոմատ գողանան, ես ճիշտ եմ հասկանում, պարոն Ջալավյան։ Մարդիկ ասում են դուք լեգենդար հրամանատար եք։ Ոնց եք դուք սա մեկնաբանում։ Հաջորդ հարցը մարտի 1-ին 2008 թվականին Քոչարյանը ձեր ընկերը, ում հրամանով դուք հիմա մտել եք քաղաքականություն, բերել է 1000 հատ սպա Արցախից ու կոտորել երևանցիներին։ Դուք ինչ դեր եք խաղացել այդ գործողությունների մեջ, պարոն Ջալավյան։ Ձեր զինվորները ինչ դեր են խաղել այդ գործողությունների մեջ։ Պարոն Ջալավյան, ապրիլի 2016 թվականին 4 օր բեսպիլոտնիկները խփել են ահագին Մարտակերտի շրջանում, մենք զոհ եք տարել։ Դուք ինչ որ գործողություն արել եք այդ հարցով, այսինքն այդ բեսպիլոտնիկները ոնց մենք կարանք դիմանալ դրանց, ինչ գործողություն եք արել, որպես լեգենդար հրամանատար, դուք ինչ որ մամուլի ասուլիս արել եք, ինչ որ Սավիշյանի որտեղ բացատրել եք, որ այս բեսպիլոտնիկները պետքա մենք կարանք ոչնչացնենք։ 2016 թվականից մինչև 2020 թվականը ինչ աշխատանք եք տարել, որպես լեգենդար հրամանատար, ում բոլորը լսում են, ում բոլորը հարգում են, ոչ մի գործողություն, հա, բա դուք սիրում եք Ղարաբաղը, այս ոնց եք այս հարցը մատերի արանքով նայել։ Հաջորդ հարց տակ։ Պարոն Ջալավյան, դուք ծառայում եք Մարտակերտի շրջանում եւ բոլորս մենք գիտենք, որ Մարտակերտի շրջանի 80%-ը թմրանյութ էր արտադրում։ Օրինակ Չիլդրանի արտերը դուք գիտեք, պարոն Ջալավյան, Օգանովսկուն արտերն է եղել։ Մենք հասկանանք, դուք որպես լեգենդար հրամանատար գտնում եք, որ դա նորմալ է, որ Հայաստանի երեխոցի եւ Սփյուռքի երեխոցի ովքեր եկել են ծառայեն Ղարաբաղի համար, դուք 70%-ը թմրամոլ եք սարքել։ Դուք գտնում եք դա նորմալ է, որ մեր զինվորը նույն Գյումրիից Տոնաշենում կայնի ձեզ պաշտպանի, իսկ դուք Ղարաբաղի հրամանատարները արտադրեք թմրանյութ։ Գյումրեցիները թող հարց տան, այդ հարցը քյոխին տակ, պարոն քյոխ։ Դուք մեր զինվորներին Գյումրիից օգտագործել եք եւ թմրանյութ եք արտադրել Մարտակերտի շրջանում։ Ինչ է մեկնաբանում քյոխը։ Ես օրինակ քյոխից չեմ լսել, որ ինքը ասի, որ նարկոտիկը վատ բան է։ Ես կյանքում տենց բան չեմ լսել։
Կյանքում մի հատ վիդեո չկա, որտեղ քյոխը ասում է, որ ինքը ամանչում է, որ ինքը Ղարաբաղցի է եւ Ղարաբաղում նարկոտիկ են արտադրում։ Մի հատ բացատրեք այս մարդկանց, Հայաստանի կեսը դու փչացրել ես, քո զինվորները կեսը թմրանյութ են օգտագործել։ Այդ թմրանյութը ո՞նց է հասել տոնաշեն, քո զինվորական մասերը։ Դու Մարտակերտում լեգենդար հրամանատար ես եղել։ Դու մի անգամ չես ասել, այսքան անաշա եք արտադրում, այս ինչի համար եք դες բաներ անում։ Այդ իմ հարցը է եւ իրավունք ունեմ որպես բլոգեր, լրագրող, որպես քաղաքացի հարցեր տամ։ Դուք կարակ չպատասխանեք, նորից եմ կրկնում, ինձ ձեր պատասխանները պետք չի, պարոն Ջալալյան։ Եթե ես հարց եմ տալիս, ուրեմն պատասխանը ուժը ունեմ ինձ։ Այս ժողովրդի համար եմ գրում, որ իրանք սկսեն մի քիչ ավելի շատ մտածեն, քան թե մտածում են։ Ինձ երեք մի հատ կին ա զանգել, շատ են զանգում։ Մի հատ կին ա զանգել իր ամուսնու հետ, ասում է, որ մեր տղան ծառայում էր Տոնաշենում Կարեն Ջալավյանի մոտ, քյոխն ա եղել իր հրամանատարը։ Ասում է, նենց բարդակ ա եղել իր պոստերում, նենց են ծեծում իրար զինվորները։ Եվ իրանց տղուն ծեծել ա մյուս զինվորը, լապատկով գլխին խփել ա, քյոխը իմանում է այդ պատմությունը։ Եթե քյոխը ուզում է, կարանք վիդեո մոստանենք, պատմենք այդ տղու պատմությունը։ Պարոն Ջալավյան, ձեր զինվորները երկու հոգի իրար ծեծել են, մեկը մեկին լապատկով խփել ա, գլուխը ջարդել։ Ձեզ զանգում էին, ասում են, որ այս տղան արյունը թափված, մեռնում է, դուք թույլ չեք տվել տանեն իրան գոսպիտալ։ Դուք թույլ չեք տվել տանեն այդ տղուն գոսպիտալ։ Դուք անձամբ ասել եք, որ թող տենց առնա արյունը գա, ես գալիս եմ պոստը, տենամ ինչ է եղել։ Եվ քյոխը, տեսեք, քյոխը այնքան է իր մասին մտածում, որ իր վրա կեղծ չլինի, որ պատրաստ է, որ զինվորը մեռնի արյան մեջ, բայց ժամանակին չհասցնեն հիվանդանոց, որպեսզի ինքը այդ զինվորը ցուցմունք չտա, չպատմի ինչ ա եղել, որ բանդիտներ են հավաքված քյոխի հրամանատար ձերքի տակ։ Քյոխը եկել է, վախացրել է զինվորին, որ փորձի դու ցուցմունք տաս իմ դեմ կամ էլ այս զինվորի դեմ։ Այդ Ղարաբաղցին որ ծեծել է, լապատկով խփել է, գլուխը ջարդել է, կես գլուխը չկա այդ տղու գլուխը։ Դրանից հետո քյոխը հրամանատարից տենում է, որ մեռնում է այդ զինվորը։ Ինքը հրամանատարից ասում է տարեք լավ գոսպիտալը։ Մի ամիս այդ երեխան, մի ամսուկես պարկած հիվանդանոցում, այդ առաջի, հա, այդ էտապը։ Ծնողները ինձ երեք զանգեցին, ասում արոմ, մի անգամ քյոխը չզանգեց ծնողներին, ասի, բա ոնց է ձեր երեխան, բա ինչ է եղել։ Այդ ձևի հրամանատարա քյոխը։ Քյոխը շատ լավ է իմանում, ինչի մասին եմ ես պատմում։ Այն տղու մասին, որ գլուխը ջարդել են լապատկով, դուք թույլ չեք տվել, շուտ տեղափոխեն գոսպիտալ։ Բա եթե ինքը մեռնի, որ արյուն է գալիս, քյոխ, այսինքն քյոխը մտածում է, որ այդ տղան հայաստանցին, ում գլուխը ջարդել են լապատկով, կարող է ցուցմունք տա, որ իր պոստերում բարդակ է, իրան պետք չէ կեղտը։ Քյոխին դա պետք չէ կեղտը։ Քյոխը պատրաստ է, որ զինվորը մեռնի, արյուն կորցնելով, բայց ինքը պետք է գա պոստում ու իր ասի, լսի, նայի, փորձի քո լեզուտ հանես իմ դեմ։ Ու հայաստանցիները պետք է իմանան, ասում են, ինձ զանգում են, մարդիկ զանգում են, պատմում են, մադրոբն պատմում են, ինչ է եղել քյոխի մոտ։ Դե եւ թող քյոխը ասի, որ տենց բան չի եղել։ Անուն, ազգանունով, օրով, երբ է դա եղել այդ դեպքը։ Բա լեգենդար հրամանատարը թույլ է տալիս, որ արյունը թափվի։ Դու ինչի ես վախենում, թող տանեն շուտ գոսպիտալ, հետո արդեն ցուցմունք կտա, եթե դու լեգենդար հրամանատար ես, քեզ ինչ ունես վախելու։ Այսինքն դու պոստերում նենց մտնոլորտ ես ստեղծել, որ իրար բանդիտները ծեծեն այդ խեղճ երեխոցը, մեկը մեղրապահում, մեկը փետակոտորում, այդ պատճառով այդ բարդակը եղել քո պոստերում, Կարեն Ջալավյան։ Հարց եմ տալիս։ Շնորհակալ եմ բոլորիդ, ովքեր նայել են այս եթերին, նորից եմ կրկնում 12 ժամում 1000 ռեպոստ է հավաքել։ Բոլորդ իրավունք ունեք հարցեր տակ։ Ես հարցեր եմ տվել քյոխին, Կարեն Ջալավյանին։ Այդ հարցերը ես տվել եմ ոչ թե դրա համար, որ ինքը ինձ պատասխան տա, երրորդ անգամ եմ կրկնում, այլ եթե ես հարցեր եմ տալիս, պատասխանները ունեմ։ Իսկ քյոխին բան չունի պատասխանելու, քանի որ գիտեք ինչ, Կարեն Ջալավյան, ես ամաչում եմ, որ Ղարաբաղի գեներալները այդ ձևի շատ են սիրում փողերը, իշխանության մեջ են մտնում։ Դուք եթե դուք մի քիչ գոնե ամոթ ունենայիք քյոխ, ընդհանրապես գեներալները, դուք եթե մի կաթիլ ամոթ ունենայիք, դուք ձեր դեմքը ոչ միտեղ ցույց չեք տակ։ Իսկական տղան, տանձով տղան, ով կորցրել է Ղարաբաղը, եթե ինքը զինվորական մարդ է, ինքը կամաչի вообще դուրս գա հայատ։ Եթե դուք լեգենդար հրամանատար լինեիք, եթե դուք Ղարաբաղցի լինեիք, դուք կամաչեիք вообще տնից դուրս գաք, ոչ թե գնաք Գյումրիում ընտրությունների մասնակցեիք։ Այլ կամաչեիք, потому что ԱԱՑ աշխատակիցները եւ բանակում ծառայող գեներալները այդ երկու կատեգորիա մարդիկ մենք ժողովուրդը պետք է ֆիքսենք, որ ԱԱՑ աշխատակիցները եւ բանակի գեներալները իրանք եթե մտնում են քաղաքականության մեջ, եթե իրանք ինտերվյու են տալիս, իրանք շատ են բամբասում ռազմորկանների մեջ, այդ մարդիկ ոչ մի կապ չունեն
ոչ բանակի հետ, ոչ ԱԱՑ-ի հետ։ Բայց այսօր Արցախի ԱԱՑ-ի պետերը, թե Արշավիր Գարամյանը, թե Սամվել Շախրամանյանը, սա լցված քաղաքականության մեջ։ Այսօր Ղարաբաղի գեներալը Սամվել Բաբայանը 44 օրվա պատերազմի ժամանակ մի օր չկրվեց Ղարաբաղի համար։ Բայց դուք ասում եք Սամվել Բաբայանը բոմբա հրամանատար է։ Մի հատ վիդեո ցույց տուր, որտեղ Սամվել Բաբայանը գնում է մի հատ գյուղ է հետ վերցնում։ Մի հատ վիդեո ցույց տվեք, որտեղ Սամվել Բաբայանը մի հատ տղա գերի է վերցնում։ Չկա տենց բան։ Մի հատ վիդեո ցույց տուր 23 ժամանոց կրվի ժամանակ, բա ո՞նց է ստացվում, որ Սամվել Բաբայանը 10 րոպե չի կրվել։ Բա Սամվել Բաբայանը առավոտից երեկոյան հերոստալիկներով քննադատում է կառավարությունը։ Դու եղել ես Ղարաբաղում, դու 10 րոպե չես ծառայել, չես ծառայել քո հայրենիքիդ համար։ Այդ հարցերը դուք չեք տալիս։ Այսօր Սամվել Բաբայանը իր բլոգերներին քսա տալիս մեզ վրա։ Բլոգերներն են մեր հրաման տուր, որ մեզ վրա հարձակվեն։ Դու բացատրի ո՞նց է ստացվել, որ դու 10 րոպե Սամվել Բաբայան չես կրվել Ղարաբաղի համար, 23 ժամանոց կրվի ժամանակ։ Դուք թողել եք զինվորներին, Ղարաբաղի զինվորները, այս անգամ էլ Ղարաբաղի զինվորները 44 օրվա պատերազմի ժամանակ հայաստանցիներին եք սպանում, որպեսզի իշխանությունը վերցնեք ձեր ձերը։ Իսկ այս անգամ 23 ժամանոց պատերազմի ժամանակ դուք մեծ մարդիկ եք, 40, 50, 60 տարեկան։ Մեկը ձեզնից չի զոհվել։ Ոչ Օգանովսկին, ոչ Բաբայանը, ոչ Քյոխը, ոչ վերավորվել են, ոչ զոհվել են, քանի որ չեն եղել այդ կրակի մոտ։ Իրանց տղերքը մեկը չի զոհվել։ Բայց քան հասարակ Ղարաբաղցի է զոհվել։ Ձեր տղերքը խիչ են վերավորվել, զոհվել, կրվել։ Այս ձևի եթեր շնորհակալ եմ, շատ եմ շնորհակալ, որ այսքան ռեպոստներ եք անում, այսքան կոմենտներ եք գրում։ Այսօր ինձ չունեմ ոչ մի գումար, կայք, հերոստալիկ։ Ինչ չունեմ այդ ձևի հնարավորություններ, որը ունեն Երևանում խմբագրությունները, բայց ձեզ եմ շնորհակալ, որ դուք նենց եք արել YouTube-ում, Facebook-ում, որ իմ գրառումներս, իմ եթերներս ավելի ուժեղ քան թե հերոստալիկների գործը։ Նորից եմ կրկնում, ինձ չունեմ ոչ խմբագրություն, էս հեռախոսն է, ինչ կարողանում եմ անում եմ։ Շնորհակալ եմ։